Ես թվարկեմ կետեր էլի դիտարկումների հետո դուք ինչ հարմար կգտնեք կհարցնեք, ասենք հաջորդ Այդտեղ շատ է ասում, որ այնտեղ ինչ որ հարցեր կան, լուսարձակներ չկան, ինչ կա, դիրքերում ինչի պահանջ կա, ինչ խնդիր կա, որ այստեղից adekvat չեն, ճիշտ բան չեն ուղարկում, ճիշտ չի կազմակերպում, կա այդպիսի բան։ Դե գիտեք, հիմա այս բան կոնկրետ զինադադար է եւ դա հրապարակային լայն քննարկման առարկա չի, դրա վերաբերյալ Ես միայն մի նախադասություն կասեմ, որ ասենք մարտական գործողությունները sense պրակտիկ ձևի լակմուսի թղթի նման, ռենտգենի նման, ասենք ցույց տվեցին, որ ինչը իր տեղում չի, ինչը ինչպես պետք է լինի եւ կարելի ասել քարորիա պատերազմը այդ բոլորը Երևան հանեց եւ ես այն ինչը որ չի եղել, վստահ եմ հավատացած եմ եւ որտեւ հաջորդ անգամ այդ վիճակի կրկնությունը արդեն հանցագործություն էլ ոչրագործություն էլ կլինի եւ այդ բոլորը արդեն կլրացվի։ Այլ հարց է որ դա ինչ որտեղ այսպես մեր մարդկային թանկ զոհերը եղան, ճիշտ է, բայց երբեմն նաև դա այս զոհերը բացատրում են զուտ, ասենք ինչ որ ձեր ասած թերացումներով, բայց ամեն դեպքում մենք պետքա հաշվի առնենք, որ ահռելի ուրեմն մեր առաջ բաներ կանգնած, չէ, զինտեխնիկա էր կանգնած, մարդկային ուժեր կանգնած։ Մենք ուզենանք շատ առաջ կարող էին գնալ, հրաման տվեցին չգնանք, այդպիսի բան եղել է, թե չէ։ Դրա այդպես է, ապա ինչի են դիրքերը թողեցին Թշնամուն։ Եթե այդպես կարող էինք անվերջ գնալ։ Ես ասի ինչի մասին չխոսենք, դրասում ես դրանից խոսենք, բայց դա էլ ամեն դեպքում ինչ որ ձևի կփորձեմ պատասխանել։ Ուրեմն ձեր հարցին այս պատասխանը կարող տալ վստահ որպես ականատեսու մասնակից, որ թե 94 թվականի մայիսին եւ թե հիմա ըստ էության պատմությունը կրկնվեց, այսինքն էլի նույն ուղղության վրա ասենք հյուսիսում Միր Բաշիրի ուղղությամբ այն պահին, երբ որ արդեն մեր զինված ուժերը սկսեցին թելադրել իրենց կամքը, այդ պահից ուրեմն փաստորեն զինադադարը կնքվեց, այսինքն թե 94-ի մայիսին, թե հիմա մենք թելադրող դիրքի մեջ ենք եւ ուրեմն դա ոնց որ մեր նվաճումը եղավ, որ զինադադարը կնքվեց, այդքանը կարող եմ ասել, իսկ ասենք դիրքերից ինչպես գիտեք դա մի հատված է թե հյուսիսում, թե հարավում, որը իհարկե շատ բան դժվարացնում է, բայց այնպես չի, որ վճռորոշ է, որ պլյուսներով, մինուսներով նայենք, մենք մի քանի անգամ ավելի շահած ենք դուրս եկել եւ եթե պետք է այս պատճառները կարող եմ թվարկել, թե ինչ ենք մենք շահած դուրս եկել։ Եթե դες հետաքրքիր է, Ուրեմն նախ ամենակարճ ասեմ, մինչև այս մարտական գործողությունները սկսելը 4 օրյա, բոլորիս մոտ էլ ներքին մտավախությունը կար, թե Ադրբեջանի ասենք զինական զինտեխնիկայի գերազանցությունը, բան արդյոք հարձակման դեպքում դա անորոշություն էր, էլի դա ասենք հնարավոր կլինի պահել, ի վիճակի կլինի կռվել եւ ուրեմն հոգեբանական մեր առավելությունը այն եղավ, որ պարզվեց, որ այդ ուրեմն առաջի իրենց հաջողությունից իրենց շեշտակի հարվածից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ մենք կարող ենք թե դիմագրավել եւ թե առաջ գնալ։ Սա մեր հոգեբանական առավելությունը եւ ազատամարտիկների ներկայությունը այնտեղ ինչով է, չգիտեմ, կա այդպես։ Հա, դա կարելի ասել շրջադարձային եղավ մի քանի առումով։ Նախ ասենք բաներ, չէ՞։ Ինչ են տալիս իրենք։ Հիմա ասում են մեր ազատամարտիկները իրենց ֆիդայական բաներով ինչ կարող են տալ, ինչ են տալիս։ Հիմա 2-3 կետով ես արագ ասեմ ձեզ։ Նախ ամենագնալու պահին մարդկային կարևորագույն գործոնը համալրումներ, ընդ որում փորձ ունեցող համալրում։ Ինչպես գիտեք, դիրքերում դա հատուկ խիստ օրենքա, որ բան 6 ամիս եթե ծառայչի դիրքերը չեն բարձրացնում եւ նույնիսկ մեր զոհվածների մեջ դուք չեք կարող մեկին գտնել, որ ասենք 6 ամսից ավելի շուտ էր զորակոծվել եւ այնտեղ եղել էր։ Եթե ասենք մեր ազատամարտիկները չգնային, մեր երկրապահները, մյուս ընդհանրապես կամավորականները չգնային, ապա այդ դեպքում ուրեմն ստիպված պետք է լինեին, ասենք 3 ամիս զորակոչվածները, մյուսները գնային եւ դրանից բացի դիրքերում եղած զինվորները, չէ, առաջի հարվածի տակ էին, ինչ որտեղ հոգնած էին, մարտական գործողությունների պայմաններում դիրքային հերթափոխը, սմենափոխը, մյուս հարցերը շատ ավելի երկար են տևում, որ 10-19 տարեկանների համար շատ դժվար կլներ։ Ուրեմն մեր երկրապահների եւ կամավորականների գնալու մեծագույն առավելությունն էր, որ դիրքերը նախ խտացան։ Մարտական գործողությունների պայմաններում շատ ավելի մարդկային կենթանի ուժ է պետք։ Մեկը սա, երկրորդ կարելի ասել գրեթե բոլոր ուղղություններով, որ ասում են հասարակական ընդհանուր գիտակցություն մի ձևի մտածել, ես իմ սիրտն էլ ուղղակի լցվեց, ասենք որտեղ որ բանն արեմ, մենք եկել են զինվորները ինքնաբուխ ասում են հոպարները եկան, այսինքն սա հոգեբանական շատ մեծ լիցք էր, որ իրանց կողքը եղան կռված մարդիկ, տարիքով մեծ մարդիկ եւ նրանք կարելի ասել դիրքերում մի հետաքրքիր միջինացված տարիք ստեղծվեց։ Ուրեմն ասենք 40-ից 60 տարեկան աշխատում էր հնարավորինս այնպես պահել, որ տարիքային տարբերությունը չերևար մյուս զինվորների հետ ժամկետայիններն էլ աշխատում են իրանց մեծի նման բան անել, պահել եւ կարելի ասել մի տարիքային Գրիգորյանի դերակատարումը։ Դե անկեղծ ասած ինչքան որ ես մեծ ակնկալիքներ եմ ունեցել Մանվել Գրիգորյանից, մեր զորավարից, կարելի ասել այդ ակնկալիքը գերազանցվեց այդ ամեն ինչը, որտեղ են կարելի ասել մոբիլիզացիոն ձևի, որ մեր երկրապահի տեղային, հա, ինչ
բանը տեղային ուրեմն կառույցներով այդքան մարդ դա ֆանտաստիկ բաներ չէ եւ բոլորը կամավոր ուրեմն եկան ու ինչ զարմանալ օրինակ իմ համայլ ինչ էր բանից բարձրվեց շատ ավելի հեշտ է մարդկանց զորով հավաքելը քան ասենք կամավոր եկածներին ասել դու այս պահին մի գնա էլի որովհետեւ մարդիկ խորապես ազդվում էին մարդիկ խորապես վիրավորվում էին մեկն ասում էր կարող է ես նեգոդնե եմ մյուսն ասում է շատ էլ որ վիրավոր եմ չեմ կարող գնալ այսինքն սա այն բացառիկ պահներ որ կազմակերպ որ հիմա պիտի այնտեղից մի մասը վերադառնա մյուս մասը գնաս մինչև երբ Միջև երբի ես չեմ կարող ասեմ, ես էլ 4 օրով եմ եկել։ Այնտեղ ինչքան Այսինքն այն ինչ որ մեր երկրապահներից գնացել են 1500 հոգի, դե բնականաբար որևէ մեկը հետ չի եկել եւ այս բան լինում, ասենք բնականաբար եկել եք 4 օրից նորից 4 օրից գնալու որտեվ գործեր կար 4 օրով գործողել են եկել եմ ու 4 օր հետո էլի գնալու եմ, դե մնալ այնքան ինչքան ժամանակը հայտնի չի, ով ինչքան կմնան, ինչ կլինի։ Դա ամբողջ ոնց են ասում ռազմաքաղաքական իրավիճակից է կախված, բայց Բավարարությունը ճիշտ է կազմակերպվում, սնունդը, հագուստը գիշերելու այդ ինչ վիճակ է։ Դե գիտեք, նախ պատերազմական օրեր գոնե մինչև ամսի 6-ը, 7-ը, 8-ը որևէ մեկը այդ հարցերի մասին չի մտածել, բայց դա դուք քննամատում եք թե Դե ըստ բաշխվածության, այսինքն բնական այդքան մարդ որ գնացել է, դիրքեր բլինդաժ զորանոց էլ այդ շրջապտույտի բանով, ըստ օրենքի հիմա էլ ասենք որ մեր համալրող ուժերը գնան, բնականաբար նրանք 15 օր կգան եւ հետո էլի համապատասխան համալրումը կլինի։ Ու ես կցանկանայի ձեր ուշադրությունը երկու բանի վրա պատմության համար, շատ կարճ ասեմ պարոն Արշակյանին անցնենք։ Ուրեմն երկու բան էին եւ ընդհանրապես զինվորականներին ցնցել։ Առաջինն այն որ այդ առաջի օրվա հզոր հարվածից հետո հաջորդ օրերը ոչ մի ժամկետային զինծառայող ամեն դեպքում չի փախել, դասալքության փաշ չի եղել։ Եվ երկրորդ այնտեղ զինվորականներն էլ անկեղծ ասում են որ բանը ծնողները եկան ասում են շատերը մտածում են որ կգան կասեն այ ավելավա տղայից տեղը ես կանգնեմ, այսինքն մտածում են թե շատերը ծնողական այդ միտումով էլ միգուցե եկածելն են, բայց միակ խնդրանքը այն աղը որ տղուս կող կլնեմ կռվելուց էլի, այսինքն որևէ մեկը չի ասել տղես թող դուրս գա ես տեղը կանգնեմ էլի, այս բոլորը մեր ժողովրդի ուղակի պատմության ոսկի էջերից կլինեն։ Լավ, մենք անցնենք մեր գործին, ինձ հետաքրքիր է, քանի որ այս հարցում վստահ է, որ հակասություն կլինի ձեր խոսքով, ռուսների պահվածք է էսի իմաստով, դրան թե ուրիշ բան թեմայի եք ուզում անդրադառնալ։ Դե ռուսներին այնքան ակնհայտ է, որ ես պարզապես պետք է ասեմ այն, ինչ որ մեր մամուլը, մեր այստեղ հավաքված հարգարժան մարդիկ ֆիքսում են։ Ռուսները դեղին քարտ ցույց տվեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ես կարծում եմ այդպես է, դեղին քարտ։ Մենք հաշիվը փակեցինք, ժողովուրդը, հայ ժողովուրդը հաշիվը փակեց, բայց նրանք դժգոհ էին իշխանություններից, իշխանություններին պատժեցին։ Հիմա դա Ռուսաստանի վերաբերում կարծում եմ այդպես է, որովհետև նրանք դիրքերում գտնվող զինվորին չէին հասցեագրում իրենց այդ կարծիքը կամ դիվանի գիտական ու քաղաքական քայլերը։ Դա Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ էր, այսինքն հայրիկը, բացկան, ինչ ուզում եք ասել, նա դժգոհ է Հայաստանի իշխանություններից, չգիտեմ ինչի համար։ Իրենք են նշանակել, իրենք էլ դժգոհ են, հնարավոր է որ իրենց գործն է դա։ Ես լրիվ համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, այդ համերաշխության, համախմբվածության, անձնազոհության, ամեն ինչի մասին, որ իմ ընկերը խոսեց, ժամանակն է, որ Հայաստանը հայ ժողովուրդը ունենա ընդդեմ զրպարտության մի լիգա, ինչպես ունեն հրեաները։ Հրեաները ունեն մի կազմակերպություն, որը որ հայտնաբերում է ծպտված կամ բացահայտ հակասեմիտներին, քսենոֆոբներին եւ նրանց պատժում է։ Ժամանակն է, որ մենք էլ այդպիսի մի կազմակերպություն ունենանք, համահայկական, որը որ կպարզի մեզ զրպարտողներին, մեզ փնովողներին, մեզ վատաբանողներին, պարզի մեր ժողովուրդը հակահայերին բացահայտողներ եւ դրանց դեմ արդեն սահմանված կարգով ընդունված կամ Այսպես պատերազմ էլ ընդգծեց, այդ պատերազմը գծեց, որ մեր ժողովուրդը զրպարտված է, մեր ժողովուրդը համերաշխ է, մարտունակ է, մարտական է, առնական է։ Չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հակված են ոչնչացնելու, Այո, իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան հրահրողներ են եւ կան նաեւ ինքնաբուխ, այդպես ասենք, օգտակար իդիոտներ թուրքերի համար։ Այդ 19-րդ դարում քաղաքական են ձախերը ունեն եւ կաթոլիկներ ունեն ինչ որ կողմնակիցներ, որոնք
առանց շահագրգռված չլինելով օգուտ էին բերում այդ կազմակերպությանը։ Դա ընդունված տերմին է, ասում են օգտակար իդիոտ։ Դա պուշ չէ, էլի իդիոտ բառն է ճիշտ է։ Հիմա կան մեծ թշնամի ուժեր եւ կան իդիոտներ օգտակար, որ նրանց օգնում են։ Այդ հակա զրպարտչական կազմակերպությունը հայկականը, որ ես հույս ունեմ, որ կստեղծվի, նա պետք է պայքարի այդ օգտակար իդիոտների դեմ հակառակորդի եւ ուղղակի մեր հակառակորդների դեմ գաղափարական, քաղաքական, ինչպես կուզեք հասկացեք, դա։ Իսկ հիմա վերադառնանք ռազմաճակատին։ Քանի որ պարոն Դևրիկյանը այնտեղ եղել է, քանի հատ դուք դաշտային խոհանոց տեսակ մեծ կուտակումներ կան զորքերի տեսար եք որևէ ես օրինակ կարող եմ ինչ եմ դա հիշում որովհետև հայտնի է սովետական կինոներից Բերլինում սովետական զինվորը կերակրում է Բերլինի քաղաքացիներին այդ լավ է շերեփը մեծ պիլոտկեն եւ այլը կարող տես Վարդան ջան տեսել ես դաշտային ճաշարան հազարավոր զինվորականներ կամավորականներ եւ պրոֆեսիոնալ զինվորականներ դաշտերում են զորանոցներից դուրս կա տեսել ես մի հատ չէ իմ ասած դու advokatություն մի արա ասա մի հատ տեսել ես տեսնել չտեսնելը փաստարկ չի որտեղ սիստեմը այլ է մեր մոտ մատակարարման դու եղել ես որտեղ դու եղել ես ես էլ եմ եղել ուրեմն ոչ մի դաշտային ճաշարան չկար դու տեսել ես թերմոսները չէ չէր կարալներ ասեմ ինչի համար որտեղ դրան պատրաստ չէր դա չի պատճառը ուրիշ լավ էլի պատճառը շատ պարզ բացատրություն ունի մեր մոտ մատակարարման սիստեմը այսպես է զորանոցում այդ բոլորը պատրաստվում է համապատասխան բաներով դիրքերում բաժանում այսինքն մենք դիրքերում ոչինչ չունենք պատրաստվելու դա 92 թվից այդ ձևի է եղել ճաշատեսակները փոխվել են բայց խոհանոց հասկացություն չկա մեր մոտ շարքում Ուրիշ բաղնիկ հասկացողությունը բաղնիկը պարզ բացատրություն ունի բաղնիկը սմենափոխով գալիս լողանում էլի բարձրանում է դիրքերը այսինքն օրինակ սմենափոխություն այսինքն եթե հա չէ 3 շաբաթ առաջ գնացել էր դեռ չէր հասցրել հերթափոխվել զինվորը մնացել է հիմա արդեն մի ամիս է չէ Չէ, մի ամիս այդպես մարդ չկա որ մի ամիս դիրքերում նա առավելագույնը 15 օրնակ որ VIP ձեզ գովազդային զորքեր են տարել երևի, հա։ Չէ, լավ էլի տես չի, պաշտպանական բանակի ցանկացած ստորաբաժան մասը այդպես բան չկա։ Ոչ մի դաշտային, դրանք շատ հասարակ բաներ են։ Դա մեծ բեռնատար մեքենա է, որի մեջ տակածվող ջուր կա։ Զինվորները հերթով լողանում դուրս են գալիս։ Դրա կար թե չէ։ Դա այդպիսի բան մեր մոտ չի եղել եւ առաջիկայում չի ելել։ Բայց ինչին է պետք։ Մեզ ասելով զինված ուժերը նկատի ունեմ, ես կանոնավոր բանակը նկատի ունեմ, պաշտպանության բանակը։ Չկա, որովհետեւ դա պետք չի որ լինի, դա այդ տիպի խնդիր չկա։ Բանակ պետք է լինի։ Անլվա բանակ չի, մեր բանակում ոչ լինելա, վերացած այդպիսի հարցեր չկա։ Թե սննդի մատակարարումը, թե լողանալը 20 տարի այդ համակարգը ճշտված է։ Ասել որ բանակում շարժական բաղնիկներ չկային։ Չէ, չկան, դա անիմաստ է, դա ավելորդ բան է։ Անիմաստ է, այնտեղ կան նաև կանայք, կամավորականներ։ Այստեղ կանայք կան, դուք պատկերացնում եք 15-20 օր տակ ջուր չունեցող կին։ Հիմա տեսեք, մենք որ խոսում ենք սա պահի իրավիճակա, որ 20 օր ստեղծվել է, բայց կանոնավոր բանակում, ձեր ասած կանայք նախ համազորային բանակում կանայք չկան, այսինքն դիրք պահող կանայք չկան, կանայք սպայական անձնակազմի մեջ են, բուժական անձնակազմի մեջ են։ Ասեք, դա լավ է որ չկա։ Լավ, վատը այլ հարց է, հիմա մենք մի հարցից միսին ցած չկատարենք, մենք կոնկրետ եթե քննարկում ենք ցավոտ հարցեր չտակ։ Չէ, ցավոտ հարց ասում, ցած չկատարենք, մի հարցից միսին թռից չկատարենք, կին կա թե չէ։ Որտեղ կատարենք, ասեք որտեղ կատարեմ։ Չէ, հիմա դուք ասում եք բաղնիկից խոսենք, չէ, մի վերցրեք։ Ասում եմ, բաղնիկը պետք չի, անվերապահորեն, դաշտային խոհանոցը պետք չի։ Կասերվա պետք է։ Տաք ճաշը պետք է, տաք ճաշը հասնում է դիրքերը, բայց դա տաք ճաշը դիրքերը հասնում է ոչ թե դաշտային խոհանոցով, որտեղ դուք չեք պատկերացնում, դա այսօրվա հրետանային պայման։ Հրետանային պայման չեմ պատկերացնում։ Չէ, տեխնիկապես գովազդային զորքերում եք դուք գնում ծառայում։ Գովազդային զորքեր չեմ ծառայում, լավ էլի չի։ Այդ խավարանում դու դա լավ գիտեք, խավարանում վիդեո են դնում ու այդ մեղավորներին ցույց են տալիս դժոխքը գովազդային։ Չէ, դա այդպեսի բան չկա, հա։ Նկատելի էր Ինչը? անկարգություններ թե միայն։ Չէ, նախ ասեմ ձեզ, միշտ էլ էքստրեմալ իրավիճակներում անկարգություններ չեն։ Նույնիսկ ես կարող եմ ասել, որ մեր ժողովրդի ամբողջ դժբախտությունն է, որ մեզ միշտ համախմբել է հակառակորդը Ադրբեջանն, էլի մեր բարձր գիտակցականությունը այն կլինի, որ մենք ինքներս բեսությունն է, մեզ հակառակորդը չի համախմբում։ Միշտ համախմբում է, դիրքերում։ Մենք տարբեր քաղաքական եւ
սոցիալական ծրագրեր ունենք, ինչի պետք է համախմբվենք մենք։ Ես նկատի ունեմ դիրքային համախմբում, որտեղ խնդիրը համազգային է։ Ես Եթե խնդիրը Վարդան համազգային է, մենք ազգով ենք։ Եթե խնդիրը սոցիալական, ես ինչի պետք է Բայց ես տանձ եմ ասում, դուք խնձոր եք ասում, ես ուրիշ բանից եմ Իմ խոսում։ նպատակը ես եմ ուրիշ բանից խոսում, դուք նույն բանն եք խոսում։ Չէ։ Ես ուրիշ եմ ասում։ Դուք անընդհատ նույնն եք ասում։ Ես ասում եմ դիրքերում արտաքին վտանգը միշտ համախմբում է։ Ես ասում եմ, որ մենք համախմբվում համազգային գործի շուրջը։ Եթե տարբեր են մեր խնդիրները, ինչի պետք է մենք համախմբվենք։ Բայց դիրքային պաշտպանությունը ինչ կապ ունի դրա հետ։ Այն մարդիկ, ովքեր որ մեր բանակը թողել են արդիական զենքի պակասով, այդ մարդկանց հետ ես ինչի պետք է հիմա համախմբվեմ։ Ովքեր որ զինաթափել են իմ հայրենիքը։ Ովքեր որ գողացել են բյուջեից փողերը, ասում եմ, ովքեր որ բյուջեից փողը գողացել են։ Այո, բան չունեմ, ես չգիտեմ։ Ովքեր որ չեն թողել, որ փող կուտակվի, որպեսզի մենք արդիական զենք ունենանք։ Այն նրանց հետ ես ինչի՞ բա համախմբվեմ։ Ես նրանց դեմ եմ։ Ես նրանց դեմ եմ։ Դե զենքի մասին խոսելը ճիշտ չի լինի, հիմա ասեմ, ստեղ մի ուրիշ յուրահատկություն կա, որ ամեն դեպքում երկու օրվա մեջ այդ բանը պակասությունը մարսվեց, Հանրապետության նախագահն է որ ասեց 80-ական թվականների մեր զենքը ինչ է, ադրբեջանցիները ունեցած զենքը ստեցան դա ավտոմատ կառավարումով, էլեկտրոնային կառավարման, այսինքն ընդհանրենք մեր հրետանին խփում է մեխանիկական կոորդինատները հաշվելով, չէ ինչպես ասենք բարձրացնում ես հրետանի փողը այսքան վերև, այսքան աջ կամ ձախ եւ խփում ես, իրենց մոտ այդ սարքերը ավտոմատ կառավարման համակարգով են անում, բայց այսինքն այն ինչ որ մեր մոտ այդ բանը էլեկտրոնայնի պակասն է, դա ինչ որտեղ լրացվեց մտքի առումով եւ կարելի է ասել, որ շաբաթ օրը սկսված պատերազմը երկու շաբթի ինչ տպավորությամբ մենք ինչով կարողացանք հաղթել։ Դե հաղթեցինք բանը, ուրեմն կազմակերպվածությամբ երկրորդ այդ մտքի կարելի ասել ուղեղել է, այսինքն այն զինտեխնիկայի պակասությունը համապատասխան փոխարինվեց ճշգրիտ հաշվարկներով։ Եթե ասենք ռապիրայով 10 կիլոմետրի վրա խփում ես այն տանկին, որը ասենք 8 կիլոմետրի վրա ինքը խփում է եւ տեխնիկապես տանկով տանկին 8 կիլոմետրի վրա չես կարող խփել, մեր այդ հրետանային բարդ հաշվարկներով հնարավոր եղավ տանկը խփել 10 կիլոմետրից այլ զինատեսակով, ավանդական մեխանիկական առումով։ Եվ նույն ասենք հակաօդային անոդաչու սարքերի համար, որ ասենք այդ պահի համապատասխան անոդաչուների հակաօդային պաշտպանություն չկար, բայց դա շիլկաներով, մյուս այսինքն ավելի պարզ տեխնիկական ձևերով հնարավոր եղավ հաղթահարելու։ Հիմա այս ամենայն պատասխանատվությամբ կարամ ասեմ, եթե գաղտնիքի բան չկա, որ Ղարաբաղի ամբողջ երկնքի օդային ծածկույթը, ներառյալ օդային միջանցքները, որով ասենք ավիացիա կարող է մտնել, այս պայդրությամբ էլի պաշտպանված է։ Այլ հարց է, որ ասենք դա հետո պետք է բերել ավտոմատ համակարգերի վրա, բայց գոնե մեխանիկական առումով զենիթային համապատասխան սարքավորումներով այս պահի դրությամբ էլի բանը օդային ծածկույթը ապահովված է եւ որ զինադադարը կնքվեց կարևորագույն գործոններից մեկը այդ էր, որովհետեւ իրենք հիմնական խեղճացնում էին օդից այդ անոդաչու սարքերով, երբ որ օդային միջանցքը ծածկվեց, արդեն էլի ամբողջովին ուժերի բալանսը փոխվեց։ Ես բան ունեմ, չէ, սա ես հեքիաթներ են, սա ոնց չէ, այդպես չի։ Բոլորով ինչ եք արգում մեր ունկնդրին։ Դե չարգե չէ խոսի, ես ձեզնից սկսած զինատեսակը ասում եք ռագատկով խփում են, ոչինչ ասում։ Ես ռագատկա բառսել եք ինձ։ Ես եմ ասում դա։ Բա ինչով էին խփում։ Ասում ձերքով, ձերքի գործիքով։ Պետք է լիներ, ես ասում եմ, որ ձերքի գործիքն ինչ եք հասկանում, մի հատ կա բացատրեք։ Ինֆորմերի համար այդ ասենք հիմա այսինքն այսինքն շփորտենք ձերքի գործիք կլինի, բայց ինչ եք հասկանում։ Հիմա կա, խանութներում կա։ Դա շատ հասարակ բան է։ Մեր էլեկտրոնչիկները, մեր համակարգչի մասնագետները, մեր այդ ինչա կոչվում են տետեները, հա, տետե։ Նրանք ասում են, որ մենք կարող ենք Իսրայելի ունեցած կառավարման համակարգից ավելի լավը սարքել։ Մեր DOSAF-ի այրոակումբը, այրոմոդելիստների ակումբը մի քանի $100 կարող է այդ թռչող սարքերից պատրաստել։ Այդպիսի հնարավորություն մենք ունենք, բայց ինչ որ մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով Հայաստանի բանակը մնացել է անպաշտպան օդից եւ մենք տվել ենք շատ զոհեր։ Հետո ասում եք հաղթեցինք։ Այդ ինչ հաղթանակի մասին է խոսքը։ Այդ որ մի քանի միլիմետր հանձնել ենք, համաձայն եք մի քանի թիզ հանձնել ենք հակառակորդին։ Դա է հաղթանակը։ Այսինքն դուք հանձնել եք 94 թվականին իմ գրաված չազատագրված տարածքը իմ արունը այնտեղ թափվել է։ Դուք եթե հանձնել եք ասում եք մենք հաղթեցինք, ինձ հաղթեցիք։ Հա, իմ գրաված տարածքը հետ տվեցիք։ Ես պարտված եմ։
Եթե սա միջակատամարտ է ընդհանրը, դուք ինձ հիմա պետք է ասեք, որ վաղը մյուս օրը 10 օր հետո հետ եք վերադարձնելու, ես դեռ ձեզ դատի չեմ տա։ Պարտվողներին դատում են։ Հիմա եթե դուք պարտված եք, պետք է ասեք, որ մենք պարտվել ենք, ձեզ դատենք։ Եթե դուք դեռ չեք պարտվել, այսինքն դա տակտիկական քայլ է, ես չգիտեմ ինչ էր, հետ եք քաշվել, հետո պետք է գրավեք, մենք սպասենք։ Խնդրեմ, պարոն Դեվիդը։ Ես ամենայն պատասխանությամբ կարող ասեմ, որ մենք իմ պատասխանատվությունը, իմ պատասխանատվությունը, իմ անձնական պատասխանատվությամբ, չէ, պաշտոնական չի, ես ամենայն պատասխանատվությամբ։ Այո, ես ամենայն իմ անձնական, իմ հեղինակությունը գրավի դնելով ես կարող եմ ասել, ուրիշ բան չեմ կարող ասեմ, եթե դարժեքնի կամ չխոսամ, ես չեմ տենչում խոսելու, բայց եթե գտվեք որ խոսամ, ես կասեմ հետեւյալ, ուրեմն անձնական պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք բացարձակորեն չենք պարտվել, այլ հարցը թե հաղթել ենք կամ ինչքանով ենք հաղթել, սա վիճելի հարց է, բայց պարտվելու որևէ բան չկա եւ եթե պլյուսները ու մինուսները մենք հաշվենք մարդկային կորուստները որ ծանրացած են ուղղակի կարելի ասել հոգեբանորեն բոլորիս ամեն ինչով ընկճում են այդ մարդկային կորուստներից մի կողմով մեր պլյուսները ավելի շատ են քան մինուսները եւ դա կարող բազմաթիվ նախ առաջինը որ նույնիսկ թերությունների առումով մեր համար պարզ դարձավ կանենք եւ հետեւաբար եթե Աստված մի արածց է առաջիկայում մարտական գործողությունները վերսկսեն արդեն մենք լիովին պատրաստ ենք լինելու այն ինչ որ այս պահի չի եղել դա լինի դա մեկ երկրորդը ուրեմն հոգեբանական առավելությունը մեր կողմն է որտեղ պարզվեց որ մենք կարող ենք թե կանգնեցնել թշնամու հարձակումը եւ թե նաեւ մեր կամքը թելադրել եւ միևնույն ժամանակ իրենք հասկացան որ արդեն իրենք չեն կարող իրենց կամքը թելադրել այսօր հոգեբանական առումով է մնացյալ առումներով էլ նախաձեռնությունը մեր ձեռքին է իհարկե դա ծանր կորուստների գնով ձեռք բերվեց, միգուցե կարող է այնպես լիներ, որ արդյունքները շատ ավելի մեծ լինեին, բայց այս բանը ես ամեն անգամ ձեզ ասեմ, որ գնացել եմ Ղարաբաղ, ասենք զորամասերը ելույթների բան, ամեն հետ դառնալուց ներքին մտավախությամբ եմ բաները, թե տեսնես կպահվեն այս դիրքերը, թե չէ, այս առաջի անգամա, որ վերադառնում եմ բացարձակ վստահությամբ, որ Ղարաբաղը մերն է ու մերը կլինի։ Այս պահը, մինչև այս պահի այս զգացողությունը չեմ ունեցել։ Դա ես հասարակ հարց եմ տալի, ասում եմ տարածքներ կան, որ հանձնված են։ Դա վերցնելու եք թե զինադադարը, որ կնքվել է, նոր զինադադար, բանավոր զինադադար։ Բանավոր զինադադարը դուք չի տալիս, բայց բանավոր զինադադարը տերմինը ճիշտ օգտագործենք։ Ես կոնկրետ եմ տալիս։ Տարածքներ կան, որ մենք կորցրել ենք։ Մենք մարդկային այդ շատ հետաքրքիր է, ասում եմ որ մարդկային կորուստներ, բայց ոչինչ։ Ես չասի ոչինչ, իմ ասածը տենց էր, ես ոնց կարամ գնահատելի է այդ մարդկային կորուստները, մարդկային կորուստները եւ տարածքի կորուստը, դուք դրան ինչ գնահատական եք տալի, հաղթանակ։ Այսինքն մենք կորցրել ենք մեր լավագույն տղաներին, որոնք մնացել են մինչև վերջի պահ, մինչև վերջի փամփուշտը դիրքերը հայրենիքը պաշտպանել են, նրանք զոհվել են, նրանց դիակներն ենք հիմա հետ բերում։ Տարածքը մնացել են դեռ, դա պարտություն է թե հաղթանակ։ Ես ասում եմ, ես համաձայն եմ, որ դուք ասեք, վաղը մյուս օրը X ժամին դա հետ ենք վերցնելու, մի բան էլ առաջ են գնալու։ Եթե բոլորը միասին պետք է Չէ, հիմա նախ դրա ասելու կարիքը չկա, դրա ասելու կարիքը չկա։ Որ ասում եմ Մեր հատուկում ենք ասում եմ հաղթել ենք։ Այո, հաղթել ենք։ Հիմա հարցը տվեք պատասխանեմ։ Երևան չմտան։ Այսինքն դա հաղթանակ է, որ ասել Երևան չմտան։ Ես եմ ասում։ Հիմա մի հատ ես մի բացատրություն տամ ուղղակի։ Նախ բանը ոչ մի անմարդկային մարդ չի կալին, որ զորերը չհաշվի, ես էլ իմ խոսքի մեջ ասի, որ դա ճնշող, այդ խեղդող բան է, ասել եմ, եթե դա հաշվի չառնենք, այդ ձևի։ Իսկ ինչ վերաբերում ասել եմ, եթե հաշվի չառնենք, ես չեմ ասում դա հեչ, ոչ մի առավել եւս, այդպես անմարդկային մարդ չի կարա լինի, դա ճնշող բան է։ Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, ես ամենայն պատասխանությամբ կարող ասեմ, որ մենք տարածք չենք հանձնել։ Մենք հանձնել ենք պաշտպանական, ասենք, որոշակի հանձնելացնելով իրանց վերահսկողության տակ դիրքա, տարածք չկա, դիրքը մի բան է, տարածքը մի բան է։ Դիրքը լուսնի վրա է։ Չէ, լուսնի վրա չի, բայց դիրքը կարող ասեք տարածքի արժեք ունի կամ ավելին է, բայց տարածք որպես այդպեսին հանձնված չկա։ Դա ինչ է, բառախաղ։ Բառախաղ չի։ Այսինքն բնակավայր չկա հանձնված, որոշակի լեռնաշղթա չկա հանձնված, պաշտպանական դիրքերի միջև հեռավորությունը 200-300 մետր է, տեղ կա 50-ից 100։ Միթիզ հանձնված է, թե։ Հա, միթիզից շատ է հանձնված։ Դա վատ է, ուրեմն շտապեք ուղղել։ Ես գնում եմ ուղղելու, ես գնում եմ հետ վերցնելու։ Գալիս եք։ Թե դուք ասում եք ոչինչ լավ է։ Բայց ես ընդեղ եմ, ինչ է ռետորական բաներ ասում, ես չեմ հասկանում։ Եթե չենք հետ վերցնելու, մենք պարտվել ենք։ Պարտվածներին պետք է դատենք, այդ դրանից եք դուք խուսափում։ Հաղթողին չեն դատում, դա հին հռոմեացիներն են ասել։
բայց պարտվածին պետք է դատենք։ Այդ դա է։ Ես ուզում եմ իմանալ ում ենք դատելու։ Բայց պետք է պարտվող լինի որ դատեք, եթե Բայց հանձնել եք հողը պարտվել եք։ Զոհեր եք տվել, ուրեմն պարտվել եք։ Դե մեջորը ոնց որ ձեզ չի կպնում ոչ մի անգամ։ Ինչ։ Այդ էլ ձեզ եմ թողում մեկնաբանությունն ու բացատրությունը։ Համելատվությունը պայմանավորում եք թուրքերի հետ որ ձեր վրա չկրակեք։ Հա, ուրեմն ասեմ, չկպնելու համար գլուխ գովելի չէ։ Ես գլխից վիրավորվել եմ պատերազմի ժամանակ, ես սպարապետի 100 հոգու վկայությամբ։ Բան է, ուզում եմ երկրորդ կարգի հաշմանդամություն տային Վազգենը, սպարապետը ասեց, որ ասեց, եթե դու հաշմանդամություն վերցնես, Վարդան ասեց, կյանքում ասեց հոգեբանորեն հաշմանդամ ես մնալու, ես ֆիզիկական ուժով բան եմ արել։ Որ գլուխս քաչալ ասում եմ, ամառը գլխի կարերը այսպես գալիս է, որ այսպես հողը տվել ենք, բայց ասում եմ բնակավայր չի։ Հա։ Դա մեր բնակավայր չենք տվել, իրապես նույնիսկ հանդամած մենք չենք տվել։ Հայաստանի 94 թվականի քո գրաված տարածքը հիմա թշնամու դիրքերում է, թշնամու զինվորնա կանգնած, ուրեմն կորցրել ենք։